Բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Ձեր մեկնաբանություններում բավականին մեծ տեղ էին գրավում աշխատանքային կարգապահությանն առնչվող հարցերը։ Մինչ կոնկրետ հարցերին անդրադառնալը մի կարևոր նշում։ Հիշեք, որ աշխատանքային պայմանագրից հետո ամենակարևոր փաստաթուղթը ձեզ համար գործատուի ներքին կարգապահության կանոններն են։ Սա այնպիսի ներքին փաստաթուղթ է, որը ձեզ համար կարող է սահմանել իրավունքներ, պարտականություններ եւ դրա հիման վրա կարող են վրա հասնել իրավական ներգործության միջոցներ։ Իսկ հիմա անդրադառնամ հարցերին եւ այսպես հետեւել հարցի պատասխանը։ Իսկապես տեսականորեն ներքին կարգապահության կանոններում կարող է սահմանված լինել, որ ուշացման համար պետք է լինի հավելավճարից պահում, բայց ընդհանրապես սկզբունքորեն այդ թվում աշխատանքային օրենսգիրքը նույնիսկ կարգապահական տույժեր սահմանելու համար նախատեսում է, որ այդ տույժը պետք է լինի համահունչ կատարված խախտման բնույթին, նաև հանգամանքները հաշվի առնվեն, աշխատողի նախկին վարքագիծը հաշվի առնվի։ Հետևաբար, եթե նախ դա ձեր նկատմամբ կիրառվել է որպես կարգապահական տույժի տեսակ, ապա դա վիճարկման ինքնին ենթակա է, տեղապորինություն կա, բայց եթե կիրառվել է որպես իրավական ներգործության այլ միջոց, սակայն 10 րոպե ուշացման համար 50% պահում է կատարվել, այստեղ կարող է քննարկվել եւ վիճարկման առարկա դառնալ համաչափության հարցը։ Երկրորդ հարցի պատասխանը։ Ներքին կարգապահության կանոններով կարող է սահմանվել, որ աշխատողը պարտավոր է աշխատանքային process-ի ընթացքում իր հեռախոսը հանձնել գործատուին, այսպես ասած։ Խոսքը չի վերաբերում անձամբ գործատուին, խոսքը վերաբերում է նրան, որ հեռախոսը իր մոտ չպետք է լինի։ Աշխատանքային կարգապահության ներքին կանոններով նման կանոն սահմանված լինելը միանգամայն իրավաչափ է, բայց դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է պարտականություն ապահովելու անձնական տվյալների պաշտպանությունը աշխատողներից։ Սա սկզբունքորեն կարող է նշանակել, որ օրինակ եթե ձեր անձնական տվյալ պարունակող հեռախոսը ցանից վերցնում են, ապա գործատուն պետք է ապահովի այնպիսի պայմաններ, որ այլ մարդ, այդ թվում ինքը չունենա հասանելիություն այդ հեռախոսին, օրինակ տրամադրի ներքին պահոց, անձնական պահոց, որտեղ դուք կարող եք այդ հեռախոսը դնել։ Երրորդ հարցի պատասխանը։ Սա սկզբունքորեն աշխատանքային պայմանագրի խախտում է գործատուի կողմից, որովհետև գործատուն կարող է աշխատողին չթույլատրել աշխատանք կատարելու, եթե օրինակ աշխատողը ալկոհոլի ազդեցության տակ է ներկայացել աշխատանքի կամ թմրամիջոցների կամ հոգեներգործում նյութերի, այսինքն հստակ սահմանված են հիմքերը։ Այլ պայմաններում գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունների կատարման համար անհրաժեշտ պայմաններ։ Եթե նա դա չի անում, աշխատողը ներկայացել է պատշաճ աշխատանքի, իսկ գործատուն թույլ չի տալիս կատարել աշխատանք, սա գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի խախտում է։